Կրթության ֆինանսավորումը պետության ամենակարևոր ներդրումներից է, որն ուղղակիորեն ազդում է երկրի զարգացման և քաղաքացիների բարեկեցության վրա։ Որակյալ կրթական համակարգը ձևավորում է մտածող, ստեղծագործ և մրցունակ հասարակություն, որը կարող է դիմակայել ժամանակակից մարտահրավերներին։ Բայց ինչպես է պետությունը ֆինանսավորում կրթության ոլորտը և արդյոք այդ միջոցները բավարար են մեր ապագայի կերտման համար։ 2025 թվականին կրթության ոլորտին նախատեսվել է հատկացնել 324.9 միլիարդ դրամ։ Արդյոք ֆինանսավորումն աճել թե նվազել է նախորդ տարվա համեմատ։ Նկատենք, որ այս գումարը 2024 թվականի համեմատ աճել է 2.6%-ով, ավելանալով 8.1 միլիարդ դրամով։ Սա անշուշտ դրական միտում է, սակայն պատկերն ամբողջական դարձնելու համար հարկ է նշել, որ այս ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 2.9%-ը, պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 9.4%-ը։ Ուր են ուղղվում այս միջոցները։ Կրթության և գիտության ոլորտում իրականացվելու են 15 բյուջետային ծրագրեր։ Դրանք են հանրակրթություն, նախնական արհեստագործական և միջիմասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացում, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում, գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում, կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում, հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում, նախադպրոցական կրթություն, ակադեմիական քաղաքի ստեղծում։ 2025 թվականին ավելացել է բոլորիս հայտնի ակադեմիական քաղաքի կառուցում ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ստեղծել որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր նորարարական գաղափարներ զարգացնելու համար։ Ակադեմիական քաղաքի կառուցում ծրագրի համար 2025 թվականին հատկացվել է 2.1 միլիարդ դրամ, որը կազմում է կրթության ոլորտի ընդհանուր բյուջեի մոտ 1%-ը։ Սակայն կարևոր է նշել, որ այս գումարը դեռևս 2025 թվականին նախատեսվող աշխատանքների համար է։ Այս տարի նախատեսվում է իրականացնել ծրագրի նախապատրաստական աշխատանքներ, ներառյալ նախագծումը, միջազգային խորհրդատուների ներգրավումը և առաջին շինարարական աշխատանքների մեկնարկը։